Ladies and gentlemen, Իշխանության ռեպրեսիաների հակաեկեղեցական արշավի մասին է Վաշինգտոնում ահազանգել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով գործող իշխանությունների քայլերը մտահոգիչ են հատկապես այն առումով, որ թիրախավորվում է 301 թվականին հիմնադրված հայապահպան կառույցը, որը դարեր շարունակ պահպանել է իր ինքնությունն ու առաքելությունը անկախ պատմական դժվարություններից։ as of now, we have a situation Անցյալ գարնանից սկսած Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են ամենայն հայոց կաթողիկոսի հայ Սուրբ եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։ Վարդևանյանը կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողովի ընթացքում է պատմել հոգևորականների ազատազրկումների մասին։ Առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ։ 6 սրբազաններին մեղադրանք է ներկայացվել սահմանափակելով ազատ տեղաշարժը։ Վարդևանյանը նկատում է այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը եւ հակասում են իրավական երաշխիքներին։ Last June, the Armenian Apostolic Church's biggest donor, Mr. Samvel Karapetyan, Անցյալ հունիսին ձերբակալվեց եւ կալանավորվեց նաեւ առաքելական եկեղեցու ամենախոշոր դոնորը Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվը ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել հայ եկեղեցու կողքին եւ մասնակցելու է եկեղեցու պաշտպանությանը։ Մեջբերում եմ, մեր ձևով։ Սամվել Կարապետյանի փաստաբանը ներկաներին հիշեցնում է, այս հայտարարությունը հիմք դարձավ, որ մի քանի ժամ անց Սամվել Կարապետյանի տունը խուզարկեցին, ձերբակալեցին, հետո կալանավորեցին, իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ he was arrested and detained for more than 200 days. Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում մի քրեակատարողական կոմիտեի հիմնարկում, որը հայտնի է որպես KGB-ի պատվալ։ Ավելի ուշ Արամ Վարդևանյանը հայտնել է, որ իր ելույթի ընթացքում, երբ ներկայացնում էր Արցախում իրականացված էթնիկ զտման հանգամանքները, փորձ է արվել խոչընդոտել իր խոսքը։ Հենց այն պահին, երբ խոսում էր ավելի քան 120,000 արցախահայերի բռնի տեղահանման, նրանց տները, հարազատների գերեզմանները լքելու, ինչպես նաև եկեղեցիներ ու վանքեր այցելելու հնարավորությունից զրկվելու մասին, Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն փորձել է խանգարել ելույթը։ Կարող եմ ասել, որ բնականաբար այն որևէ ազդեցություն չունեցավ։ Եվ ինչպես եւ պատկերացրել էի եւ նախատեսել էի, որ պետք է ներկայացվեր Արցախի մեր հայրենակիցների խղճի եւ կրոնի ազատության երաշխիքների ընդհանրապես արգելափակման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կառավարության կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ակնհայտ ապօրինի միջամտությունների, ներքին գործերին խառնվելու բոլոր այդ գործողությունները, որոնք իրենց բնույթով հենց հանդիսանում են խղճի եւ կրոնական ազատությունների երաշխիքներին հակասող, այդ հանգամանքները եւս ներկայացվեցին։